Շուտով կսկսվի ջեռուցման սեզոնը, մինչ վառարանների տեղադրելը, ինչ կարևոր խորհուրդներ կտաք բնակիչներին։ Ամենակարևորը դա օդափոխության համակարգի ստուգումն է, որ պետք է տեսնել, թե ծխատարները ինչ վիճակում են գտնվում, անպայմանորեն պետք է մաքրել ծխատարները, իսկ մենք գիտենք, որ այս տեսակետից մենք ունենք հրաշալի ավանդույթներ, ճակերտների մեջ երբեք մեր մտքով չի անցնում ծխատար մաքրել, բայց առաջին հերթին պետք է ստուգել ծխատարները, որտեղ ծխահեռացումը ամենակարևոր խնդիրներից մեկն է վառարանների տեղադրման ժամանակ։ Ավելին ես ձեզ ասեմ, որ նույնիսկ բարձրահարկ շենքերում մարդիկ գիտեք, որ բարձրահարկ շենքեր կան, որտեղ սանհանգույցների պատերը միմյանցից հեռու են, այսինքն առանցին խողովակներով չի օդափոխության համակարգը, պատերի միջով է օդափոխության համակարգը եւ մարդիկ հանճարեղաբար կարող են իրենց պատը քանդել, 15 սանտիմետր պատը հետ դնել, այն մյուս հարևանն էլ ինքը 15 սանտիմետր էս կողմ գա, խնդրեմ մենք չունենք օդափոխման համակարգ, այս դեպքում ոչ միայն վառարանն է վտանգավոր, այլ կամայական բան, ինչը որ գազ է արտադրում, ինքը արդեն իսկ շատ վտանգավոր է։ Առաջին հերթին օդափոխման համակարգի մասին է խոսքը, որտեղ ծխահեռացում պետք է կատարվի։ Երկրորդը ծխատար խողովակները, այնպես անել, որ ծխահեռացումը իրականանա բարձր մակարդակով, ինչ ի նկատի ունեմ, շատերը կարող են ծխատար խողովակները ավելի երկարացնել, որի փրծուխը ինչքան երկար ճանապարհ անցնի, խողովակները նույնպես տաքանում են եւ սենյակը տաքանում է, բայց չեն պատկերացնում, որ այդ դեպքում իրենք դժվարացնում են ծխահեռացման համակարգը եւ կարող է կամաց ծուխը լցվել բնակարան։ Դա ոչ այլ ինչ է, եթե ոչ ածխաթթու գազ, որը որ մարդուն միանգամից կարող է պարզապես թունավորել։ Հաջորդը նույնիսկ ես դեպքեր գիտեմ, երբ մարդիկ իրենց ծխատարների մեջ փականներ են դնում եւ մի քիչ դժվարացնում են ծխահեռացումը, որ ավելի երկար տաքծուխը մնա իբր տան մեջ, հատկապես գյուղական վայրերում, շատ վտանգավոր, սա այսպես ասած մի խաղալիք է, որը մահաբեր խաղալիք է, ընդհանրապես անթույլատրելի է, որտեղ դարձյալ այս ծուխը կարող է այսպիսի բան առաջացնել։ Սրանք կապված են փայտյա վառարանների հետ, այլ վառարանների հետ նույնպես, որտեղ բոլոր դեպքերում, բայց ես փայտյան առանձնացնում եմ այն առումով, որ այստեղ առաջացած ծուխը շատ վտանգավոր է մարդկանց համար թունավորման համար։ Եթե մենք խոսում ենք ածխաթու գազի մասին, ածխաթու գազը ինքը ընդհանրապես մարդը կարող է թունավորվել, ինքը չզգալ, որ ինքը թունավորվում է։ Կամաց ինքը թուլանում է, կարող է քնել պարզապես ու չարթնանալ։ Ինքը նույնիսկ կարող է չզգալ, որ ինքը սրանով է վտանգավոր, ինչպես ասենք, շատ դեպքերում մարդկանց այդ դեպք է պատահում գարաժում, ինչի համար։ Մարդը մեքենան գործարկում է, դռները չի բացում, հետո պիտի իջնի իբր դռները բացի, բայց չի պատկերացնում, որ այդ նույն ածխաթու գազից ինքը կարող է պարզապես քնել ու երբևիցե այդ դուռը չբացել։ Այս առումով ընդհանրապես վառարանների հետ պետք է շատ զգուշ վերաբերել, որտեղ խնդիրը միայն կրակին չի վերաբերում, խնդիրը ավելի շատ վերաբերում է ծխահարմանը։ Իսկ ծուխը ինչ է անում, ընդհանրապես CO գազի մասին, ածխաթու գազի մասին, ինչն է վտանգավոր CO2, որ ինքը կլանում է թթվածինը։ Ինքը շերտ է ստեղծում թթվածնի եւ ներքևի մասի միջև։ Թթվածին չի թափանցում, թթվածին չկա, մարդը չի կարող պարզապես ապրել բնականաբար, այս առումով նման բաների հետ չի կարելի այսպես վերաբերվել։ Ինչ վերաբերում է էլեկտրականությանը, ես քանի որ գյուղական համայնքների մասին ասեցի, մի հատ անդրադառնամ եւս մեկ հետաքրքիր խնդրի, շատերը օրինակ գյուղացիներից իրենց խոտը պահում են գոմի տանիքում, բայց ոչ մեկի մտքով չի անցնում այդ տանիքում անցնող էլեկտրական լարերը մի հատ ստուգել։ Քամիներից բանից կարճ միացումներ են առաջանում եւ հրդեհ է բռնկվում, եւ խոտն է վերանում, եւ խեղճ ընտանի կենդանիներն են ոչնչանում նման հրդեհներից։ Այսինքն մարդու տեսադաշտից դուրս է անվտանգության խնդիրը։ Ինքը պետք է իր յուրաքանչյուր քայլի ժամանակ տեսնի, ինչպիսի անվտանգություն է ինքը կարողանում ապահովել, դրանից ելնելով կատարի իր քայլերը։